Պարգևիչ ողորմության, պարգևիր ինձ ուղղափառ հավատով, բարի գործով և քո սուրբ մարմնի ու արյան հաղորդությամբ գալ դեպի քեզ և ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղիս։ Սիրելի ավադացյալ, եղբայրներ և քույրեր, այս աղոթքի բառերը խորապես արտահայտում են մեր հոգու ձգտումը դեպի Աստված, որպես մեր պարգևիչ և ողորմած հայր։ Մեր կյանքի ճանապարհը լի է փորձություններով, մեղքի գայթակղություններով և հոգևոր մարտահրավերներով։ Սակայն մեր հույսը միշտ Տիրոջ վրա պիտի լինի։ Աղոթքի սկզբում մենք խնդրում ենք Աստծուն պարգևելու մեզ ուղղափառ հավատք։ Սա մեծագույն պարգևն է, քանի որ առանց ճշմարիտ հավատի մեր գործերը կարող են մթագնել, մեր սրտերը կարող են տատանվել և մենք կարող ենք մոլորվել։ Ուղղափառ հավատքը լույսի պես է, որը մեր հոգին առաջնորդում է դեպի ճշմարտություն, դեպի Քրիստոս։ Հաջորդ խնդրանքը բարի գործերի մասին է։ Մեր հավատն առանց գործերի մեռած է։ Ուստի Տիրոջից խնդրում ենք, որ մեր քայլերը ուղղորդի դեպի ողորմածություն, դեպի սեր, դեպի արդարություն, որպեսզի մեր կյանքի վկայությունն լինի այն լույսը, որով կփառաբանվի Աստծո անունը։ Աղոթքի կենտրոնում Քրիստոսի սուրբ մարմնի ու արյան հաղորդության մասին խնդրանքն է։ Սա ամենամեծ պարգևներից է, որը Քրիստոս տվել է մեզ իր եկեղեցու միջոցով։ Հաղորդությունը Աստծո հետ միավորման խորհուրդն է, որը մեր հոգին զորացնում է, մաքրում և դարձնում կենդանի կրողը աստվածային շնորհների։ Վերջում, աղոթքը մեզ հիշեցնում է Աստուծո անսահման ողորմության մասին։ Մենք բոլորս բազմամեղ ենք, բայց Աստված մեր հայրն է, և նա պատրաստ է մեզ ընդունելու ապաշխարությամբ, սրտի խոնարհությամբ և անկեղծ դարձով։ Ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղիս։ Սա մեր բոլորի աղոթքն է, սա մեր բոլորի հույսն է։ Թող Տերը մեզ պահպանի իր ողորմությամբ, պարգևի մեզ հաստատուն հավատք, սիրով լի սիրտ և առաջնորդի դեպի իր հավիտենական լույսը։ Ամեն։